Ծաղկաշատ փողոցներ եւ մայթեր, գույներ ու ժպիտներ, մարտի 8-ն է, կանանց միջազգային օրը։ Ինչ են նախընտրում տղամարդիկ նվիրել կանանց եւ ինչ նվերներ են ցանկանում կանայք։ Կարծիքները տարբեր են։ Ոմանք սիրում են ծաղիկներ, ոմանց շնորհավորանքն է բավական, ոմանք էլ իրենց ուրախ տրամադրությունը կապում է երկրի խաղաղության հետ։ Հայկական ժամանակահարցում է անցկացել Երևանում, հասկանալու թե որոնք են տոնի ցանկալի նվերները։ Սիրում եմ, որ ինձ նվերներ անել իհարկե, որովհետեւ ես համարում եմ դա կանանց տոնա, գարնան տոնա, պիտի ծաղիկ լինի, ոչ թե ինչ որ մատերիալն ինչ որ բաներ էլի։ Արդեն գնել ծաղիկներ, կակաշներ։ Ինչ գույնի էր հիմա հիշում, այդ դեղինը կարմիրի հետ։ Իսկ այսօր աղջկաս համար եմ գնում, կարմիրը սպիտակի հետ, որտեղ աղջկա շուտով Իտալիայում հարսիկ է դառնալու, ասի անպայման սպիտակ գույնը լինի հետ էլի։ Բայց բոլոր կանանց իհարկե երջանկություն եմ ցանկանում։ Կանանց մենք տղամարդիկս ինձ թվում է հզորությունը պակաս կլներ մեր։ Գարնանային ծաղիկ, սեզոնային ծաղիկ, գարունա, կակաչա, նարգիզա, խոսքով ծաղիկ։ Այս ընդհանրապես կուզենամ մարտի 8-ին խաղաղություն ստանանք։ Ինձ ոչինչ պետք չի, հավատացեք։ Նվեր չեմ ասի, բայց երբ որ մարդիկ իրար սիրեն, դա ամենամեծ նվերն է։ Վերաբերմունք։ Կամ առհասարակ էս մարտի 8-ի տոները ինչ խորհուրդ ունեն ձեզ համար, որ տոները մոտենում են, ինչ զգացողություն է։ Ավելի շատ գարուն է գալիս դրա համար, իսկ իմ ամենամեծ նվերը տղաս է ծնվել, 38 տարի առաջ այդ օրը։ Ես ամբողջ օրը ծաղիկների մեջ եմ, իմ ծննդյան առիթներին ես իմ երեխեքին միշտ պարտադրում եմ, որ ինձ ծաղիկ նվիրեն։ Ես այդքան սիրում եմ։ Իմ համար ծաղիկը։ Շատ գեղեցիկ տոն է մեզ նվիրված։ Իսկ ինչ կցանկանաք կանանց այս եզրափակիչ շնորհավորանք։ Թող բոլորը միշտ ժպտան, ուրախ լինեն, որովհետև կյանքը շատ կարճ է, թող միշտ ուրախ լինեն։ Ինձ տղաներիցս, ամուսնուցս, աղջկանիցս, բոլորից։ Իսկ ինչ եք ստանում։ Հիմնականում ծաղիկներ եւ թխվածք։ Անամբեր սպասում էինք մարտի 8-ին։ Սովորաբար ասում եմ, ձեզ հետ նույնքան դժվար է, ինչ կան առանց ձեզ։